Ողջույն սիրելիներս, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, սկսում ենք նոր վլոգ և այն սկսում ենք այս գեղեցիկ տեսարանից։ Ինչպես տեսնում եք, հավաքել եմ եղինջ մեր բակից և պետք է միասին պատրաստենք։ Պատրաստելու եմ ապուր և մինչ պատրաստելը իհարկե մաքրում եմ, լավ լվանում և անցնում գործի։ Մեր համեղ եղինջով ապուրը արդեն պատրաստ է, գնանք վայելելու, մեզ բարի ախորժակ, իսկ ձեզ բարի դիտում։ Մի քանի ժամ հետո որոշեցի պատրաստել բուլկիներ, ասեմ, որ շատ համեղ էին ստացվել ու շատ լավ էր ստացվել, այս անգամ պատրաստել էի առանց չամիչի, իսկ մի շաբաթ կպատրաստեմ արդեն չամիչով։ Այստեղ էլ արդեն հաջորդ օրն է, տոն, Սուրբ Զատիկի օրն է և ընտանիքով գնում ենք հայկական եկեղեցի այնտեղ նշելու։ Ինչպես և ամեն տարի մեր Սուրբ Զատիկի տոնական օրը առավոտը սկսվում է հայկական եկեղեցուց ու այդպես շարունակում։ Եվ քանի որ Սուրբ Զատիկի տոնն է սիրելիներս, ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս սուրբ տոնի կապակցությամբ, թող Աստծո ձեռքը միշտ լինի ձեր և ձեր սիրելիների, ընտանիքների, հարազատների վրա։ Աստծո օրհնվեք ու միշտ լավ եղեք։ Ստեղել են ծախում վարից, հստո, բայց ահագին հերթա։ Ոնց տարի լավ տաք եղանակ էլ արև, այս տարի ահա որ ցուրտ է։ Կապիշոնդ գցի։ Այդ կուրկա այդ վերևի մասը բարձրացնում։ Կահանը գնաց մոմ առնի, մենք ռազիմ ստեղ կանենք։ Լիքը, եկեք մի հատ ստեֆրանք, նայինք, տենանք ինչ կա ու գնանք, կամ կանք սենց դուրս գանք, երեխեք։ Այ լիջա, այ սուրտ, այ տենանք հլա, այս տարի ոնց են զարդարել սեղանները, պասխալն է։
Կասվա։ Էսի փողով չկան իսկան գիտեմ, հրասիրությունը։ Ժողովուրդ ջան, ուսումում գնալիք նրա վրա։ Առանց խնդրելու։ Կոմպոզիցիալի ջան։ Մեկ հարել ինչ ասես կհնարել։ Сколько людей? Համեր գալնելու, ինչպես ամեն տարի, արելու են, երկելու են, ու գնամ տներով, ժողովուրդը տանանշեն։ Մտնենք մի հատ են լարյոք դենանք, ինչ են, հաճարում ծրկովն է լավ կան։ Դենանք հայկական, ինչ կա հայկական մոտիվներով, մենակ վահանը չգան ես մանգա, իրար կորցնենք։ Կապստեղից մոմ արա, սնենք ինչ կա ստեղ։ Մորոշացի ես ոնց հայր եմ կոչվում ես ռոզերը ոնց են կոչվում ինչը կյանքս ես հետի ավտոյի կախելու էլ ես ոչ ցեպա ոչ որ հաշվում եմ հա էլի ինչա կոչվում մոռացա ես գնաց բան ասա կհարցնեմ շոտկի Очень интересно. Մենք տարի ասում Հայաստան գնալուց ես նորից առնենք բերենք ու ինքիս թռնում է ինձ թելի բրասի գնացինք կյանք գնանք վահանը մեզ ման չկա այստեղ համեր գալ Հասել մեր վահանը։ Հա, գնանք վա։ Գնանք, բայց ապրե Մի կամյանի ճանս վարչաս։ Արավոտ ես լավ արև էր, 25 ճան ես արևի տակ։ Եկավ մի անգամից եղանակը փոխվեց ու անձրև, մառախող, նստում եմ կյան։ Նստամ ու գնում։ Գնացինք։ Ճիշտ ասում, թզբեղ, ես է շոտկի եմ ասում։ Լավ է ու բլին։ Ինչքան ենք նստելու սենց բան, սպասենք խազիայիներին կարող է միջև արարողության վերջը մեջն էլ նան եկեղեցու։ Համարել չկա մեքենայի վրա, որ զանգենք, ասենք կան։ Կոմֆորտ։ Մեքենայի հետևի, մեքենայի կամած չեն կարում դոզ գան։ Չկա
Կան էջ բանը։ Եկանք երեխեքյան ֆուտբալներ ենք։ Այստեղ մի քանի անգամ եղել եմ, ապայիս հետ եկել եմ գնումներ անելու, Վահանի հետ չենք եղել, Վահանի հետ առաջին անգամն ենք, բայց ասեմ, որ երևի Վորոնեժ քաղաքի մեջ ամենաթանկ շուկաներից մեկն է, եթե ոչ ամենաթանկը։ Հիմա Վահանը բերել է մեզ ուստեղ, սարսափելի թանկ է ամեն ինչ, բաներ կա երկակի, երակի, ասմա ոչինչ սրտոն օրա, կարանք էստեղից գնումներ անենք։ Հիմա բացում եմ երկրորդ թարկ։ Գիտեմ, թույլ կտամ ներսը նկարել թե չէ, որդը նայել վիճանի թույլ կտամ կնկարեմ, հիմա նկարում եմ, եթե ոչինչ չասեցին, ուրեմն կարելի է նկարել։ Հակ շուկա է, էլի։ Սուկա ուզում առնի Վահանը այստեղից։ Երկրորդ թարքն էլ է միջայլոց բաների, անգամ ստեղ պրեզվոստը, հա, կաթնամթերքի փոքրիկ այսպես ցեխեր կան, որտեղ արտադրում են թթվասեր, կաթ ու տեղում արտադրում են, տեղում վաճառում։ Էս ի՞նչ է Վահան։ Այն որ առել եք, Լիլիայի հետ դուք եք։ Այդ թվա, ես որ գուտում ես։ Կիմչի կա։ Չէ, կորեական է։ 70 рублей за 100 грамм, да? Рублей получилось? Это ничего, это как да? Это ничего, Иисус Христос. Хочешь вот это? Это хамон Вахан. О, давайте Да. Я один раз попал на 5 тысяч, для этого цену Набирается на 5 Турчхела. 300 рубля. Михата. Ну, сейчас нам кем? Мы хайрны ваджаром зук. Зука мангалис. Եկ 1000 ռուբլի վա։ Սնիձուկը։ Եկ 1000 Այդ հեք գրեք տեսնեմ ձեր մոտ ինչ գներ է։ Կիլոգրամ ինչ հազար վահա։ 1300 կարպ։ Պարել, իշխան ձուկա, հա։ Нет. Сейчас скалах туда не было. Ես 10 րոպե հրախուսը ձեռքը, երկիս եմ նկարում եմ, դու միացի չեմ նկարում։ Տեսախցիկս միացրած չէ։
Հա? Ինչ? Դեղ դուք վերցրի դուք լեսակ բրինջ, չրեղեն շնացված է տեսախտիտս շարիքեր դաղներ ու են գալիս հայսը վարցան մա երկրորդ հարկուս են պասկա են վերաբերվող բաներ է զարդարանքներ ռիսիպ կեք այ լուջան մշկեր բանջարեղ են խնձորը 67 ռուբլի 90 մաղնիտ չես կարա այդ գնով խնձոր ճարես տոնիվներ գնում կանաչիների հետևից թախում ախում տեսնենք կա լիմոն ձկան հումր Հարյուր գրամը 250 ռուբլի ելակա Հա, ինչա։ Հա, ինչ են կամելու։ Շատ առնում են, ուստի չասնում, թապում։ Լիմոն, մի հատ։ Պետրի։ Մեկ էլ այդ սոկերից ես վերևից։ Այս դուրս եկանք, սիրելիներս, մոտ ճանապարհին ենք կանել ենք, Վահանը գնացել է գինի վերցնի խանութից Krasny Bely ու ուղիղ գնում ենք դեպի տուն, 15 րոպեից տանը գտնենք ու միասին կսկսենք պատրաստությունը տեսնելը և սեղան գցելը։ Էլի բացվեց արև, տակ, բայց կիսա անպամած։ Հա դրեց ստեղ զուգնամ իմ հետ ես վերևում իսա կմոտենք գտնենք վրան ես աղցաններն կորեական կանաչիներն լիմոն, հա թախումներն են աստեղ Տախտարենները լրիվ ես ֆեյխուա ինչ ասանց ես վերցրել վահան ճելմու ներն աստեղ հատա վերցրել ստեղ էլ հատնա միացել 350 ռուբլի ես չամիչ Բրինձը շատ լավ բրինձ է, միջալոց, եթե պատահի անպայման գնեք բրինձը։ Դիր բրինձը։ Չամիչ, չեմ հիշում այ գինը 500 ռուբլի կիլոգրամը, ինչքան հիշում եմ, շատ քողցեր 600 ռուբլի կիլոգրամը, ամեկից մի քիչ, ես է սալորի չի, Էսի կգնա փլավի համար, միջրոստեր ես փլավի մեջ կգցեմ, մնացածն էլ կթողամ, որ մի շաբաթ իհարկե բուլկեն պատրաստելու չամիչով։ Ծում արդեն դրել եմ փուլը։ Swear I won't forget this.
endless. Why do I regret this? In my mind reckless, thoughts are feeling endless. Sitting up I'm breathless, anxiety's infectious. I feel so defenseless, betrayed and embarrassed. I hate being open, I hate being broken. I feel like an ocean filled up with emotion. Anger ain't a potion, rub it on like lotion. I can feel it soaking, reopen, the scars have awoken. I can't move on till I let go. I feel so lost, never at home. Need to be strong, every breath hold. Cause I can't move on till I let go. I can't move on till I let go. I feel so lost, never at home. Need to be strong, every breath hold. Cause I can't move on till I let go. Սիրելիներս, բարի լույս, միանում եմ ձեզ հաջորդ օրը, առավոտյան, ժամը 9 է, երեկ լավ հոգնած էինք, ընտանիքով, այսպես բոլորս էլ, առավոտյան ինչպես տեսակ, գնացինք հայկական եկեղեցի, առավոտյան եղանակը շատ լավն էր, արև, տաք, ավելի տաք էր, քան այսօր, հիմա 18 աստիճան, 26 աստիճան էր ու մի անգամից եղանակը փոխվեց, անձրևային, սենց անպամած, մի անգամից րոպեների ընթացքում ու երբ որ տնից դուրս են գալիս, անձրև էր սկսվում, համենայն դեպս սիրելիներս գնացինք եկեղեցի, այնտեղից կենտրոնական շուկա, ցենտրալնա ռինոկ։ Մեր գնումներն արեցինք, վերադարձանք տուն, համեղություններ պատրաստեցինք, նստեցինք եւ ընտանիքով նշեցինք Սուրբ Զատիկը, այնուհետև քրոջս կիսրարը հյուր եկավ մեզ ու ամեն ինչ հավաքել, դասավորել, տեղավորել ու պարկել եմ ժամը 9:30, տենց բան եղած չէր, սովորաբար ես ժամը 1:30, 2-ից շուտ չեմ քնում, ժամը 12-ին, 12:30 պարկում եմ, բայց մի փոքր ուշ եմ քնում, 9:30 պարկել եմ ու երևի 10-ի կողմերը քնել։ Միասին սուրճ ենք խմել, Վահանին ճանապարհել եմ աշխատանքի ու այսօր տեսնենք մեր օրը ինչպես ենք սկսում եւ ինչպես ենք ավարտում։ Երեկոյան կողմ գնալու ենք քաղաք, կոնսուլտացիա ստոմատոլոգի մոտ, բժշկի մոտ, Լիլիայի իմաստության ատամների հեռացման հարցով օր է նշանակելու, որպեսզի գնանք եւ հերթականությամբ հեռացնենք։ Ժամը 7-ին պետք է լինենք քաղաքում։ Ես էլ գնամ իմ առավոտյան նախաճաշը պատրաստեմ, քանի որ Լիլիան դեռ քնած է, մենակ եմ նախաճաշելու, իմ երկրորդ սուրճը վայելեմ ու նստեմ սիրելիներս, որպեսզի ձեր համար մոնտաժեմ երեկվա վլոգը, չգիտեմ կամ այսօր կտեղադրեմ, եթե շուտ վերջացնեմ կամ վաղը առավոտյան։ Քանի որ վլոգը մոտենում է իր տրամաբանական ավարտին, սիրելիներս, ուզում եմ վլոգի վերջում ձեր հետ կիսվել մի շատ հետաքրքիր ալիքով, որը ինձ ռեկոմենդացիա էր բերել YouTube-ը ու ես սկսեցի մեծ սիրով նայել, ալիքը նորաբաց է, կարող եք հետ գնալ ու սկզբից նայելով առաջ գալ, որպեսզի պատկերացում կազմեք ալիքի օգտատիրոջ ու այդ ընտանիքի մասին, որը ներկայացնում է մեր շատ սիրելի Հասմիկը։ Ես այս ալիքը ներկայացնում եմ իմ կամքով, որովհետև ես շատ եմ հավանել ու իհարկե ալիքի տիրոջից թույլտվություն եմ խնդրել ու Հասմիկը մեծ սիրով արձագանքել է, տանեկան ալիք է, այնտեղ դուք կտեսնեք
Առօրյա վլոգներ, հետաքրքիր, իհարկե պոզիտիվ, տրամադրող, մոտիվացնող։ Քի հոմը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, անցեք, բաժանորդագրվեք եւ հետևեք մեր սիրելի Հասմիկին։ Կխնդրեմ մեկնաբանությունների բաժնում, եթե դժվար չէ սիրելիներս, այնտեղ գրեք, որ իմ ալիքից եք եկել։ Եվս մեկ անգամ բոլորի շնորհավորում եմ Սուրբ Զատիկի տոնի արդիվ։ Թող Տերը օրհնի բոլորիս, թող Տերը օրհնի մեր երկիրը, թող լինի խաղաղություն, ով ինչ նպատակներ դրել է, թող Աստծո օրհնությամբ հասնի իր նպատակներին։ Եղեք սիրված եւ օրհնված։ Կհանդիպենք հաջորդ վլոգում։ Լավ մնացեք։